Ողջունում եմ ձեզ, սիրելի քույրեր եղբայրներ, ուզում եմ այն ինչի մասին որ խոսել, սկսել հետևյալ խոսքերով։ Մենք որ ինչ որտեղ են գնում, մեր հագած շորը ասում է ուր են գնում։ Ինչ ենք հագնում, ինչպես ենք հագնում։ Երբ որ մի կարևոր տեղ են գնում, անպայման մենք տան շորերը կամ գործի շորերը հանում ենք եւ հագնում ենք ավելի պաշտոնական կամ ավելի կարևոր շորեր, որովհետեւ ասում ենք, որ ամոթ է, եթե մենք այս շորերով գնանք մարդկանց մեջ կամ գնանք մարդկանց հանդիպենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված մեզ որ կանչել է, նպատակ կա, որ մենք էլ փոխվելու անհրաժեշտություն ունենք։ Ռութի գրքում դուք ծանոթ եք Ռութի պատմությանը, այս ընտանիքը շատ հետաքրքիր ընտանիք էր։ Կարիքից դրդված։ Իրանք թողել էին իրանց տունը, իրանց երկիրը եւ տեղափոխվել էին Մովաբի երկիր։ Մովաբում աշխատում էին, ապրում էին, կարծես ամեն բան լավ էր։ Տղեկը հաջողություն ունեցան, ամուսնացան։ Բայց հասկանալի է, որ նրանց գնալը որոշ տեսանկյունից դիտվում է, որ խնդիրը սոցիալական էր, բայց ավելի հոգևոր էր։ Որովհետև Դավիթը պետքա ծնվեր, եւ Դավիթի սերունդից Հիսուսը պետքա ծնվեր, եւ Աստծո նախասահմանության մեջ կար մեկը, որ Իսրայելից չէր, որ հրյա չէր։ Կար մեկը, մի աղջիկ, որի անունն էր Ռութ։ Եվ Աստված այս աղջկան Իսրայել բերելու համար այս ամբողջ ընտանիքին տեղափոխեց Մովաբ։ Ոմանք ասում են, Ստամոքսի համար դե գնացին։ Հիմա էլ շատ ենք լսում այդպես բաներ։ Բայց որպես Աստծո մարդիկ, որպես հոգևոր մարդիկ, Աստծո հետ գործ ունեցող մարդիկ, մենք հասկանում ենք, որ Աստված ունի նախասահմանություն յուրաքանչյուրի կյանքում։ Պատճառները կարող են տարբեր լինել, բայց Աստված տանում է ամեն մեկին իր նախասահմանության մեջ։ Երանի այն մարդուն, որ հոգով արթունք լինի եւ ականջը բաց Տիրոջը, որ իր անելիքը հասկանա։ Այս տանը երկու այլազգի աղջիկներ կային որպես հարս։ Տղաները մահացան։ Տան մայրը Նոեմին կանչեց իր հարսներին եւ ասեց. լսեք, դուք երիտասարդ եք։ Ես այլևս որդի չունեմ։ Լավ է, որ ամեն մեկդ գնաք եւ ձեր ապագան կառուցեք։ Գնացեք, երջանկացեք։ Այդ ժամանակահատվածում, որ այս երկու այլազգի աղջիկները այս տան մեջ ապրել էին, նրանք այս տան նիստուկացը տեսել էին, այս տան պաշտամունքը տեսել էին։ Եվ հետաքրքիր է, որ մեկը այդ պաշտամունքին շատ լուրջ էր վերաբերվել, իսկ մեկին այդքան էլ պաշտամունքը չէր հետաքրքրել, կարևոր որ տղան տղա լինի։ Ու երբ որ պահը եկավ, այս կինն ասեց, այլևս տղա չունեմ, որ ձեզ տամ, գնացեք ամեն մեկը ձեր համար ընտանիք կազմեք, երջանկացեք ու ապրեք, նա ով լուրջ չէր վերաբերվել Աստծուն, այս ընտանիքի պաշտամունքին, առանց վիրավորանքի, առանց վիրավորելու, սկեսուրին համբյուր տալով, համբյուրելով գնաց։ Եվ ինչ որ մեկերն էլ մտածում են, այստեղ ապագա չունեմ, գուցե Հովվին ասեմ, Հովիվ ջան, դու լավ մարդ ես, բայց ոնց որ ես այստեղ իմ ապագան չեմ տեսնում։ 1000 ներողություն ես պիտի գնամ։
Եթե որոշել ես մի արա, այլ վստահիր Աստծուն, ճանաչիր Աստծուն, ճանաչիր այս տան մեջ պաշտվող Աստծուն, որովհետև պատահական չի քո այստեղ լինելը, պատահական չի, մենք շատ բաներ գուցե ասենք պատահական է կամ զուգատիպություն է, Աստծու մոտ նման բան չկա, Աստծու մոտ կա նախասահմանություն, և Աստծո նախասահմանությունով այս աղջիկներն այստեղ էին, բայց այս մեկը ամուր էր կառչած Իսրայելի Աստծուն, և նա կիսուրի հետ խոսեց, ասեց, Ռութի գիրք առաջի գլուխ 16 համարում, ինձ մի ստիպիր, որ քեզ թողնեմ, Այն մեկը հոժարակամ ասեց ցտեսություն ու գնաց, այս մեկին կեսուրը համոզում ասում է գնա, էլի գնա, ասում է ինձ մի ստիպիր, որ ես գնամ, երանի թե մենք շրջապատված լինենք, այսպեսի շատ մարդկանցով, լավ կիսուր ունենալ լավ բան է, ինձ մի ստիպիր, որ քեզ թողեմ և քեզանից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս գնալու եմ, ուր որ մնաս մնալու եմ, քո ժողովուրդը իմ ժողովուրդն է և քո Աստվածը իմ Աստվածն է, քո Աստվածը իմ Աստվածն է, ուր որ մեռնես, ես էլ կմեռնեմ և այնտեղ կթավեմ, Տերը ինձ այսպես և սրանից ավելին անի, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանի։ Այս ինչ հավատարմություն էր, այս ինչ նվիրվածություն էր, այս ինչ ճանաչողություն էր, քո ժողովուրդը իմ ժողովուրդ, այդ ժողովուրդը լավ ժողովուրդ էր, այդ ժողովրդի մեջ իրան լիքը բամբասող ուներ, այդ ժողովրդի մեջ իրան լիքը բանասող ուներ, բայց ինչպիսին էլ որ լիներ այդ ժողովուրդը, քանի որ Աստծո անունով կոչված ժողովուրդ էին, այս կինը ասում է Ռութը, քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, կապ չունի ժողովրդի որակը, կապ ունի այդ ժողովրդի Աստվածը։ Իսկ որակը բարձրացնող Աստված է։ Նոյեմին տեսավ, որ այս կինը, այս հարցը իրան չի թողնում, և պատմությանն արդեն տեղյակ եք, վերցրեց Ռութին և տեղափոխվեց Իսրայել, եկան Հուդայի երկիր, եկան Բեթլեհեմ, իմիջայլոց ասում են, այն տունը, որտեղ որ ապրում էր Նոյեմին և Ռութը, այդ տանը ծնվեց Հիսուս Քրիստոսը, Բեթլեհեմում, Հուդայի երկիր։ Ուրեմն Նոյեմին Ռութի հոգևոր ուսուցիչն էր, առաջնորդն էր։ Օրհնությունը, երբ որ քո հոգևոր ուսուցիչը, քո հոգևոր առաջնորդը հոգևոր մարդ է։ Ճիշտ խորհրդատու է, խրատները տեղին են։ Եվ դա Աստված, որ լսողն էլ լսող ականջ ունենա, խորհուրդ ու խրատը ընդունի։ Այս կինը Ռութը մտածում էր, որ ինքը կեսուրի հետ կգնա, նրան չի թողնի, ինքը հեռուն շատ պարզ չէր տեսնում, ինչ է սպասվում իրեն, բայց գիտեր մի բան, որ նեղություն ունի և դժվարություն, որովհետև ինքը Մովաբի երկրում կռատանը սպասավորություն է արել, և հիմա ինքը գնում է մի ժողովրդի մեջ, որ իրենցից բացի ուրիշ որևիցե ազգի ու ժողովրդի, որպես Աստծո մարդ չեն տեսնում ու չեն ճանաչում։ Ինքը գիտեր, որ ինքը միտեղ է գնում, որ իրան չեն ընդունելու, ինքը մերժված է լինելու։ Այս կողմից իր երկիրը, իր ժողովուրդն է իրան մերժել, որովհետև ինքը համաձայնվել է Նոյեմի հարցը դառնա։ Իսրայելն էլ իրան չի ընդունում, որովհետև ինքը Մովաբի երկրից է,
ոնց որ մեր պատմությունը լինի ժողովուրդ։ Երբ որ քայլ ենք անում Աստծուն, երկու կողմից նեղն ենք ընկնում։ Ոչ այս կողմն են ընդունում, ոչ էլ այս կողմն է նորմալ ընդունում, մինչև բանը հասնում է նրան, որ Տերը գալիս է ասում է ինքը իմն է։ Նոյեմին շատ իմաստուն կին էր եւ իր հարսին շատ խելացի խորհուրդներ էր տալիս։ Եվ Սուրբ Գրքում ասում է, որ եղավ մի ժամանակ, որտեղ արդեն հունցքը հավաքում էին։ Տեսեք, մենք մտածում ենք, որ էլի պատահական էր, որ Նոյեմին գնաց Բոսի դաշտից ցորեն հավաքեց, հասկեր հավաքեց։ Բայց հավատացեք, լիքը դաշտեր կային, լիքը դաշտեր, դե հունցքի ժամանակ էր, ոմենակ Բոսը չէր ցանել ցորեն, բայց Աստված գիտի առաջնորդել, Աստված գիտի առաջնորդել, և Ռութին Աստված առաջնորդեց Բոսի դաշտ, և ինքը Բոսի դաշտում հավաքում էր, ով գիտի, եթե մի ուրիշ դաշտ ընկներ, Ռութի գլուխ ինչ օին կհանեին, այլ ազգի երիտասարդ սիրտնատես, երբ որ վերադարձավ տուն, վերադարձավ լեցուն տոպրակով հացը բերում էր, ինչ որ տալիս էին, բերում էր մի բաժին էլ հանում, տալիս էր կեսուրին, սենց բաներ էր անում, կեսուրը հարցրեց դու ում դաշտն ես աշխատում, ասեց Բոսի, ասեց այդ դաշտից ուրիշ տեղ չգնաց, երբ որ Բոսը եկավ, հարցրեց ով է այս կինը, ասեցին Նոյեմին հարցրեցին, Ռութի համար հարցրեցին, ով է այս կինը, ասեցին, որ սա Նոյեմի հարսն է, արդեն խոսակցությունը կար, ինչ հավատարիմ է այս հարսը, այս ինչ լավ հարս է, Բոսը կանչեց Ռութին և ասեց, այս դաշտից ուրիշ տեղ չգնաս, թե չէ այն դաշտերի պատանները չեն խնայի, այս դաշտից ուրիշ տեղ չգնաս, իր պատաններին սովորեցրեց, ուրեմն այդ օրերին նրանք, որ հասկ էին հավաքում, այն հասկերը, որ ընկնում էին, դաշտի տերը դրանք չէր հավաքում, դա թողնում էր օտարականերին և աղքատներին, որ հավաքեն տանեն ապրեն դրանով, Բոսը սովորացրեց իր պատաններին, ասեց, հասկերը թափեք դաշտի մեջ, մտածված, որ Ռութի հացը չպակասի, որ նա հաց ունենա, իր պատաններին հրամայեց և Ռութն էլ ասեց, ուրիշ տեղ ջրի համար տեղ չգնաս, իմ պատաններին ես ասել եմ, որ քեզ համար ջուր քաշեն, սիրելի Աստծո մարդ, քո համար այս դաշտում ջուր քաշող կա, ուրիշ դաշտ գնալ պետք չի, այս դաշտում, այստեղ դու կունենաս քո հացը և կունենաս քո ջուրը, ուրիշ տեղեր կան նման բաներ, բայց կին կվճարես, ով գիտի, ինչպիսի կին և արդյունքը ինչ կլինի, դրա համար որբայի նման չվարվես, այլ Ռութի պես վարվի, ուրեմն Նոյեմին, որ իմացավ Բոսի դաշտում է եղել և Բոսի դաշտից է հավաքում ես ամեն բաները, ինչի համար եմ ես ամենը խոսում, ուզում եմ մի հատ այլաբանություն ցույց տալ այստեղ, որ Բոսը ինքը ավելի Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է, իսկ Ռութը եկեղեցու։ Հիմա Նոյեմին խորհուրդ է տալիս Ռութին եւ ասում է արդեն ցորենը հավաքել են, կալերում լցված է։ Կանչում է 3-րդ գլուխ 3-րդ խոսքից պետք է ընթերցեմ կամ մի քիչ վերևից ընթերցեմ, որ բարձ լինի։ Հենց սկզբից։ Եվ նրա սկեսուր Նոյեմին նրան ասեց. «Աղջիկս, ինչ հաճելի է, չէ՞, արտահայտվում
աղջիկս։ Իսկ եթե սրտով չներ, կասեր աղջի։ Չէ՞։ Աղջիկս, հարցը հետ խոսում է, աղջիկս, հոգևոր մարդու, հոգևոր դրսևորում, հոգևոր վերաբերմունք, աղջիկս, ես քեզ համար հանգստություն եմ ուզում, որ քեզ համար լավ լինի, և ահաբոսը մեր ազգականներիցն է, որ դու նրա աղջկերանց մոտ էիր, բոսնով է, մեր ազգականներից, ավետարան ինչ է ասում, մենք նրա ազգիցն ենք, բոսը մեր ազգականներիցն է, որ դու նրա աղջկերանց մոտ էիր, ահա նա այս գիշեր կալում գարի եք ասում, ուշադիր եղեք այստեղ, և դու, հիմա, հերթականությունը ոնց է սովորեցնում, թե ինչ պետք է անի Ռութը, ինչ պետք է անի, ասում է, դու լվացվիր և յուղովոցվիր և հանդերձները թաքիր և իջիր կալը և այն մարդուն մի հայտնվիր, մինչև որ ուտի և խմի և վերջացնի և երբ որ քնի, նրա պարկած տեղը իմացի և գնա, ծածկոցը նրա ոտքերի կողմից բաց և պարկիր, այսինքն նրա ծածկոցը վերցրու քո վրա և նա քեզ կիմացնե, թե ինչ պիտի անես և շարունակության մեջ ասում է, որ Ռութը գնաց և այնպես արեց և 9-րդ համարում ասում է, երբ որ Ռութը պարկած էր բոսի ոտքերի տակ, ծածկված էր նրա ծածկոցով, բոսը գիշերվա կեսին արթնացավ և տեսավ Ռութին ու հարցրեց. Դու ով ես? Եվ նա ասեց. ես քո աղախին Ռութն եմ։ Եվ քո քղանցքը տարածիր քո աղախնի վրա, որովհետև դու իմ մոտ ազգականն ես։ Քո քղանցքը տարածիր իմ վրա։ Բոսը չի համոզում նրան ասի, արի մտիմ քղանցքի տակ։ Ռութ ինքն է խնդրում, որ բոսը իր քղանցքը տարածի նրա վրա։ Հիմա, այստեղ ուզում եմ ևս մի 4 փաստ ցույց տալ, փաստարկներ, թե ինչ էր ասում Նոյեմին Ռութին, ինչի համար էր սրանք ասում Նոյեմին Ռութին։ Առաջի բանը, որ ասեց, սա էր, լվացվի։ Երկրորդը, յուղով օծվի, երրորդը հանդերձները հագի և չորրորդը քղանցքի տակ մտի։ Առաջի բանը լվացվի, սիրելի եկեղեցի, սիրելի Աստծո մարդ, մինչև որ մենք Հիսուս Քրիստոսի քղանցքի տակ կմտնենք կամ մինչև որ Հիսուս Քրիստոս իր քղանցքը կտարածի մեր վրա, որ մենք իրենը լինենք, ինքն էլ մերը լինի, այնտեղ հագնում էին երկար շոր և քղանցքը փեշերն էր, որ բերում էր, ծածկում էր։ Մեկ խոսք ունենք, մեկը որ ինչ-որ բան անում, տես ոնց է փեշերը բերում իրար վրա, այսինքն ծածկում է։ Քղանցքը էս է, փեշը, որ ինչ է անում, իր փեշի տակ է ծածկում, արդեն ապահով տեղ է, ինքը պաշտպանված է, փեշերի տակ, այսպես։ Մինչև որ մենք կմտնենք Հիսուսի փեշերի տակ, ուրեմն առաջի բանը, որ պետք է անենք, դա ինչն է, լվացվելն է, առավոտ որ քնից արթնանում ենք, ինչ ենք անում, Գործք առաքելոց 22-րդ գլխի 16 համարում գրված է, ասում է, Պողոս առաքյալի մասին է խոսքը, երբ որ Անանյան եկավ և իր համար աղոթք արեց, աչքերը բացվեց, երբ որ աչքերը բացվեց, խոսեց նրա հետ և ասեց, հիմա ինչու ես ուշանում, վեր կաց մկրտվիր և քո մեղքերը լվա Տիրոջ անունը կանչելով, լվացվել, այսինքն մեղքերիցդ մաքրվի, մեղքերիցդ հրաժարվի, առաջի գործողություն, երբ որ լուսավորվում ես,
պետք է ինչ անես, հրաժարվես մեղքերից։ Ուրեմն հետաքրքիր է, որ Տեր Հիսուսը ճանապարհին հանդիպեց մի կույր մարդու։ Կույրը ուզում էր բժշկվել։ Հիսուսն ինչ արեց։ Նրա աչքերը բժշկեց։ Այդ լավ է, որ արդեն տեսնում է, բայց գործ կար անելու։ Ասաց գնա Սելովամի ավազանը լվացվի։ Դե տեսնում եմ, էլ իմաստավորն է լվացվելու։ Գիտեք, տեսնել ուրիշ բան է, լվացվելը լրիվ ուրիշ բան է։ Մենք մեղքերի մասին ճանաչողություն ունենք։ Ով չգիտի մեղքը, ինչ է։ Շատերս գիտենք, թե ինչ է մեղքը, բայց գուցե շատերս չէ, որ հրաժարվում ենք այդ մեղքերից։ Իմանալը տեսնել է, լվացվելը, մաքրվել եւ հրաժարվել։ Սա է։ Դրա համար առաջարկում էր ինչ անել, լվացվել, առաջի քայլը։ Երկրորդը, ուրեմն Ռութն Նոեմին ասաց. յուղով օծվի, յուղով օծվի։ Երբ որ աղոտ կանեք, ծոմ կպահեք, տրտումերես մի եղեք, չէ՞։ Սրբվեք, գլուխներդ յուղով օծեք, որ ծոմ պահողի նման չերևաք։ Այսինքն ցուցադրական բաներ մի արեք, յուղով օծվեք։ Սա Սուրբ Հոգով լեցվելու քայլն է, որ հոգևոր մարդը, երբ որ լվացվում է իր մեղքերից, նա սկսում է ինչ անել, հոգով լցվել։ Երկրորդ Կորինթացիների առաջի գլխի 21 խոսքում ասում է. բայց մեզ ձեզ հետ Քրիստոսում հաստատողը եւ մեզ օծողը Աստված է։ Մենք ուզում ենք օծվել, օծողնով է օրհնյալը Սուրբ Հոգին։ Օրհնյալը Սուրբ Հոգին, որ մեզ օծում է։ Ուրեմն օծության վերաբերյալ մի հետաքրքիր բան կա Իսրայելում։ Ուրեմն Իսրայելում գառներին յուղով օծում են։ Ինչու՞։ Ուրեմն մոծակի մի հատ հետաքրքիր տեսակ կա, որ գառներին գլխից խայթում է։ Երբ որ գլխից խայթում է, գառները կուրանում են։ Հիմա ես կոնկրետ անուն չգիտեմ, գիտեմ, որ մոծակ են ասում։ Մոծակ կա, որ գառան գլխից խայթում է, գառը կուրանում է։ Որպեսզի այս մոծակները չկարողանան գառան խայթել, գառներին յուղով օծում են եւ մոծակները այդ յուղի պատճառով գառներին մոչ են գալիս։ Ռութ յուղով օծվի։ Մոծակները մոտ չեն գա։ Աստծո մարդ յուղով օծվի, որ մոծակները մոտ չգան։ Նրան գլխից են խայթում։ Երբ որ գլխից խայթում են, հոգևոր տեսողությունը այլևս չի լինում, կուրանում է։ Հետո կուրը, երբ որ կուրին առաջնորդում է, երկուսն էլ անհաջող տեղ են հայտնվում փոսի մեջ։ Դրա համար ուրեմն ինչ էր պետք յուղով օծվել։ Եվ դուք օծություն ունիք այն Սուրբից եւ ամեն բան գիտեք։ Հովանես Ավետարանիչն է գրում ընդհանրական թղթում։ Սողոմոնը ժողովող գրքում քաջալերում է եւ կոչ է անում, ասում է 9-րդ գլխի 8-ը համարում. հանդերձներդ միշտ սպիտակ լինեն եւ գլխիդ յուղը չպակասի։ Գլխիդ յուղը չպակասի։ Եթե գլխի յուղը պակասեց, մոծակները կգան։ Լիքը խառը մտքեր են գալիս։ Մոծակները գալիս են։ Եթե յուղով օծված չեղանք, սրանք ահավոր են։ Դրա համար մեզ հարկավոր է, սիրելի քույրեր եղբայրներ, մեզ հարկավոր է, որ մենք ինչ անենք, յուղով օծվենք։ Սուրբ Հոգու մեջ ճմուրը գիտեք ինչ բան է։ Բոքոնու յուղը, չէ՞։ Սուրբ Հոգու մեջ մեզ պետք է ճմուր դառնանք։ Այսպես, եթե այսպես լինենք, մոծակները հեռու կլինեն։
Դրա համար ասում էր հանդերձներդ միշտ սպիտակ լինեն եւ գլխիդ յուղը չպակասի։ Ուրեմն, երբ որ Ռութին ասեց լվացվիր, օծվիր, հանդերձները թաքիր, ով է տեղ գնալուց տան շորերի վրա նոր շորերը հագնում կամ ռաբոչի գործի շորերի վրա մաքուր շորեր հագնում։ Այդպես բանով անում, չենք անում, չէ՞, sense բան։ Չենք անում։ Հանում ենք նորը կամ մաքուրը ինչ ենք անում, հագնում ենք։ Հիմա Ռութ, տես ինչ ես անում։ Այլևս դաշտի հասկ հավաքող չես։ Հանիր այդ շորերդ։ Այլևս Մովաբի հոտը քո վրայից չի գալու, փոխիր այդ շորերդ։ Եվ հիմա դու գնում ես մի տեղ, որպեսի ընդունես այն մարդու ազգականությունը, ընդունես այն մարդու հովանավորությունը, այո, ծածկոցը, ընդունես սա։ Եվ Ռութին պատվիրում է, որ Ռութին ինչ անի, հանդերձները հագնի։ Հանդերձները շատ կարևոր բան է, որ Աստծո մարդը պետք է հագնի։ Հանդերձների հետ կապված մի քանի բան կա, որ ուզում եմ ձեր հիշողությունը թարմացնել։ Ես գիտեմ այնինչ, որ խոսում եմ, դուք լսել եք շատ անգամներ եւ գիտեք։ Ուղղակի ես ուզում եմ ոնց որ թե երկրորդ անգամ ամրապնդել ձեր միտքը այն հավատքի վրա, որ Աստծո խոսքը մեզ տալիս է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Հովսեփը Աստծո սիրելին էր։ Ինչու? Որովհետև Աստծո հետ գործ ուներ, զգայուն էր Աստծուն։ Եղբայրների մեջ ինքը աղոթող մարդ էր։ Աստված իրան երազով, տեսիլքով բաներ էր խոսում։ Այն ինչ որ Աստված խոսում էր իրան, ինքը հանդիմանություն էր իր աղբերների համար։ Աղբերները չար գործի մեջ էին։ Իսկ ինքը չէր հանդուրժում աղբերների չարությունը, հոր գառներից գողանում էին, ծախում էին, չգիտեմ, լևի, պրավի, այսենց։ Եվ այս բաները իր դուրը չէր գալիս, ինքը հորը խոսում էր այս բաների մասին։ Այս մարդը ընդունել չէր իրանց։ Դու որ ուղիղ մարդ ես, դու որ Աստծո մարդ ես, դու որ Աստծո հետ ես, եւ հանկարծ հայտնվում ես մի տեղ, որտեղ մեղք կա եւ մարդիկ մեղքի մեջ են, դու խանգարում ես իրանց։ Դու խանգարում ես։ Շատ անգամ որ անգամ ուզում են հայոյանքով խոսեն, ասում են ափսոս որ այս մարդն էս տեղա։ Թե չեք ասեի։ Ուրեմն Հակոբը Հովսեփի համար մի հատ գեղեցիկ պատմուճան տվեց։ Եվ այս գեղեցիկ պատմուճանը հագցրեց Հովսեփին։ Հովսեփը եկավ եղբայրների մոտ։ Եղբայրները երբ որ տեսան, ասին էսի պապայ լուբիմչիկնա։ Եկեք սրա հանդերձները իր վրայից հանենք։ Եվ ինչ արեցին։ Հանեցին։ Բայց մի բան կար, որ չարեցին։ Երանի այդ հանդերձները հագնեին։ Երանի օգտագործեին, չարեցին։ Նրա վրայից հանեցին։ Ընդհակառակ արյունը լցրին այդ չորերի վրա ու հետ ուղարկեցին հորը։ Հովսեփի հանդերձը խորհրդանշում էր իր մաքրությունը, իր պարզությունը, Աստծո կողմից ընդունված լինելը, հոր կողմից սիրված լինելը։ Հովսեփը հինը հանել էր, այսնորն էր հագել, որ եղբայրների դուրը չէր գալիս, բայց Աստծո դուրը գալիս էր։ Հանդերձների առումով, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք Տեր Հիսուսին, երբ որ տարան խաչելու, նրա վրայից էլ հանդերձները հանեցին։ Հանդերձները հանեցին։ Այստեղ էլ պետք է ասեմ, բայց շատ ափսոս, որ այդ հանդերձները չօգտագործեցին։ Հանեցին ու չհագան։ Երբ որ տեսան պատմուճանը, չուզեցին կիսել, այլ վիճակ գցեցին, թե ում կհասնի։ Հանդերձները վերցրեցին, չօգտագործեցին։ Չօգտագործել ավելի դատապարտություն է բերում։ Դրա համար այդ հանդերձները պետք է օգտագործեին, իհարկե հանդերձների առումով ես ուզում եմ հիմա Կողոսացիների թղթից ընթերցել 3-րդ գլուխ 12-րդ խոսքից։ Ուրեմն
Հագեք ինչպես Աստծո ընտրածներ, սուրբեր եւ սիրելիներ, ողորմասիրտ գթացություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, իրար համբերելով եւ իրար ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպես էլ դուք, եւ այս ամենի վրա հագեք սերը, որ կատարելության կապն է։ Ուրեմն մի քանի շորի տեսակներ է թվարկում, հանեք եւ հագեք սրանք։ Երբ որ Հիսուսին խաչի վրա մերկացնում էին, այ թե ինչն էին հանում Հիսուսից։ Բայց ցավոք սրտի հանելով իրենք չէին հագնում։ Հիշում եք, հետո խաչի տակից աղաղակում էին. եթե Աստծո որդին ես, իջի, բայց նա խաչի վրա էր։ Ողորմասիրտ գթացություն, քաղցրություն, բարություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն եւ համբերություն։ Ուրեմն փորձենք կամաց գալ նրան, թե ինչ էր այս ամենը իրանից ներկայացնում։ Նրա համար դեն գցելով ստությունը, խոսեցեք ճշմարտությունը, ամեն մարդ իր ընկերոջ հետ, որովհետև իրար անդամ եք, դեն գցեք։ Հանդերձներ կան, որ պետքա հանենք, դրանք մեզ հարկավոր չեն։ Ղևտացիների գրքում գրված է, եւ այն հանդերձը 13:47, այն հանդերձը, որի մեջ բորոտության աղտ կա, թե բրդի հանդերձ եւ թե քթանի հանդերձ, պետք է հանել, գնանք քահանայի առաջ, հանդերձներ կան, որոնց մեջ ինչ կա, բորոտություն կա, բորոտությունը մեղքն է, ուրեմն շատ ափսոս, որ քաղցրության փոխարեն մարդիկ դառնությունն են հագնում, սիրո փոխարեն ատելությունը, եւ այսպես բարության փոխարեն չարությունը, սա հանդերձ է, եւ ասում է, եթե բորոտության աղտ երևա, թող քահանային Երևան, այսինքն գնան քահանայի մոտ։ Երկրորդ օրինաց 22-րդ գլխի 11 համարում ասում է, երբ որ ընթերցում ենք այս տողերը, շատ հետաքրքիր է, ասում է, բուրդով եւ քթանով գործած այլախար հանդերձ չհագնես, հին ու նորը չխառնես իրար, մեղքը ու սրբությունը չխառնես իրար, սա այն գաղջ վիճակն է, ոչ ասում է տաքես, ոչ սառնես։ Մենք, որ փորձում ենք շոր հագնել, առաջի բանը, որ անում ենք, ուզում ենք համադրել, որ շորը, որի հետ կարելի է հագնել, ինչպես հագնել, չէ՞։ Վերջը, այնց ենք հագնում, որ վերջը սազական լինի, լավ լինի, նայվող լինի։ Առաջինը, որ մեր հագածը մեր դուրը կա, այսպես։ Հիմա Աստծո խոսքը պատվիրում է բուրդով եւ քթանով գործված այլախար հանդերձ չհագնես։ Եթե ուղղակի հասկանանք, հագնելու բան չունենք, որովհետեւ կա այդպես մի շոր, որ ինքը երկու տեսակի թելից գործված չլինի։ Մի քիչ բամբագա, մի քիչ քարա, չէ, այսպես խառն են, բայց հասկանում ենք, որ սա Աստված խոսում է այլախառնության մասին։ Եթե Հիսուսին ասել ենք այո, ուրեմն պետք է հինը հանենք։ Եթե մենք ընտրել ենք այս ճանապարհը, ուրեմն մեզ այլևս այլախառնություն պետք չի։ Իմ կանոնները պահեք, Ղևտացիների 19:19 վերջի խոսքերը, երկու նյութից գործված այլախառն հանդերձ չհագնես։ Այլախառն հանդերձ չհագնես։ Հանդերձանքդ քեզ կասի միջավայրում, հասարակության մեջ, ով ես դու։ Եվ ամենակարևորը դու Աստծո աչքից չես կարա ծածկվես։ Հիմա եթե մեկը ոստիկանական համազգեստ է հագել,
ինքը կարա ասի, ես ոստիկան չեմ։ Շորն արդեն ասում է ինքը ով է։ Իր հակածը խոսում է իր մասին։ Ու երբ որ մարդը ոչ սառնա, ոչ տաքա, երևում է էլի։ Երևում է։ Այս մարդը մի քիչ աշխարհ է, մի քիչ եկեղեցում է։ Հիմա գլուխ չես անում, էսի ծիածանի որ գույնն է։ Այնտեղ է թե այստեղ է։ Եթե ուզում ես մի բան վստահես, չգիտես, ոնց վստահես, հետո ինքը նեղվում է։ Ես ոչ մի հավաքույթ բաց չեմ թողնում, ես միշտ այստեղ եմ, բայց դու ինձ չես վստահում կամ ինձ չեք վստահում, լսի, շորերդ փոխի։ Շորերդ փոխի, որ վստահելի դառնաս։ Դուք տեսել եք, չէ, հիվանդանոցում անգամ սանիտար կեն, որ այդ սպիտակ խալաթը հանգարց իր հագին, ով գիտի, որ ինքը մակրոն է այդտեղի։ Հենց որ գալիս են թվում է բժշկուի ջան։ Այսինքն շորը դրա մասին էր խոսում։ Շորը դրա մասին էր խոսում։ Եվ Աստծո մարդն էլ պետքա հանդերձները հինը հանի եւ նորը հագնի։ Նորը հագնի։ Սաղմոս 104:2 ասում է. լույս ես հագնում, ինչպես հանդերձ, երկինքը տարածում ես, ինչպես վարագույր։ Լույս ես հագնում, ինչպես հանդերձ։ Դուք եք այս աշխարհի լույսը։ Դուք եք այս աշխարհի լույսը։ Ուրեմն ինչ պետք է անել, լույսը հանդերձի պես հագնել։ Եվ այն խավարը մեզանից վանել, մեզանից հեռացնել։ Եվ այսպես, երբ որ մենք հինը հանում ենք մեր հագից, ինչ ենք անում, նորն ենք հագնում, այսինքն հագնում ենք ողորմասիրտ գթածությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը եւ գլխավորը այստեղ սերն է, որ հագնենք սերը։ Ողորմություն այսինքն ինչ նկատի ունի ողորմություն։ Պատրաստակամություն օգնել ինչ որ մեկին կամ ներել ինչ որ մեկի, կարեկցել, ցուցաբերել մարդասիրություն։ Սա է։ Բարություն, քաղցրություն, բարություն եւ ողորմությունը հաճելի տպավորություն, զգացողություն, բարի եւ լուսավոր։ Ով է խոնար մարդը։ Ով է խոնար մարդը։ Հիսուսն էլ էր ասում. ինձանից սովորեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Խոնար մարդը նա է, ով գիտի Տիրոջ կամքը։ Տիրոջ կամքը։ Ով է հեզ մարդը։ Հեզ մարդը նա է, ով իմանալով ծառայում է մյուսներին։ Ոմանք մտածում են, որ խոնարհությունը էս է։ Եթե դա լիներ խոնարհություն, Հիսուսը ճիպոտը ծերը մտավ տաճար։ Նման չէր դրան։ Բայց Հիսուսն եկել էր հոր կամքը կատարելու։ Խոնարհությունը Աստծո կամքը ճանաչելն է։ Աստծո կամքը ճանաչել է։ Իսկ եթե մեկը Աստծո կամքը ճանաչում է, ինքը խոնարհությունը հագած է։ Երկայնամտություն։ Քանի անգամ ենք ասում կամ առիթա լինում խոսում ենք, ասում ենք ախր էլ համբերությանս բաժակը լցվեց, չէ՞, հայավարի, համբերությանս բաժակը լցվեց, էլ հնարավոր չէր։ Բայց երբ որ երկայնամտության հանդերձը կա, համբերության բաժակի տակը ծակա։ Երբեք չի լցվում։ Երբեք չի լցվում։ Եվ վերջապես կանք հետևյալին, արդեն հասկանալի է, որ պետք է հանել եւ հագնել այն ամենը, ինչ որ Հիսուսից հանեցին։ Եվ դա մտածված էր, թույլատրված, որպեսզի հանողները դա օգտագործեին։ Մենք շատ բան ենք Հիսուսից ուզում, ինչի համար ենք ուզում ցույց տալու, որ ունենք, թե օգտագործենք։
օգտագործենք։ Ուրեմն այն ինչ որ Հիսուսից վերցնում ենք, պետք է հագնենք եւ պետք է գործածենք։ Այս բաներն էր խոսում Նոեմին Ռութին, որ լվացվիր, օծվիր եւ հանդերձները թաքիր, երբ որ մարդը գործի մեջ է քրտնած է եւ վերջապես ինքը ինչ է անում, լվացվում է, լողանում է, իրան օծում է, հետո նոր մաքուր շորերը հագնում։ Այս քայլերի մեջ ուշադիր լինենք եւ հաջորդ բանը որ ասեց հետեւյալներ կգնաս նրա ոտքերի տակ կմտնես եւ նրա քանցքը քո վրա կվերցնես նրա ծածկոցը քո վրա կվերցնես Եկեք միասին Եզեկիելի մարգարեության 16-րդ գլուխը մի փոքր հատված ընթերցենք միասին 6-րդ համարից ընթերցեմ 16-6-ից Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ արյան մեջ կողտրվելիս եւ ասեցի քեզ քո արյան մեջ թե ապրիր Լավ վիճակի մեջ չէինք երբ որ Տերը մեր կողքից անցնում էր ու երբ որ անցավ ու տեսավ ասեց ապրի այո ասեցի քեզ քո արյան մեջ թե ապրիր Դաշտի բույսի պես քեզ բյուրավոր շինեցի եւ դու շատացար, մեծացար եւ հասար գեղեցկության կատարելության։ Ստինքներդ ելան, մազերդ բուսան, բայց դու մերկ ու տկլոր էիր։ Հանդերձները չկար։ Խելքը լավ էր, տեղն էր, արդեն ձևավորվել էր, շատ բաներ հասկանում էր, գիտեր որտեղ ինչա գրած, գիտեր որ Մատթեոսի ավետարանը 28 գլուխ է, Մարկոսը 16 գլուխ է, բայց մերկ էր։ Մերկ էր Քահանան անցավ տեսավ Երուսաղեմից Երիքով գնացող մի մարդու որ արյան մեջ ծեծված ջարդված մահամերձ ընկած էր Քահանան տեսավ բայց նրա կողքից անցավ Քահանան հավատում էր Աստծուն հավատում էր վստահ ենք որ քահանան շորեր հագած էր Քահանան սուրբ մարդ էր Ընդունենք, որ սուրբ էր, որտեվ քահանա էր ինքը, բայց եկեք փորձենք հասկանալ, քահանան գութ եւ ողորմություն ուներ, այստեղ հաստատ կասենք ոչ։ Ողորմած կամ գութ ունեցող մարդը ո՞նց կանցներ։ Ուրեմն քահանան կապ չունի, թե ինչ գնանոց կտորից ինչ շորեր հագած, ինքը մերկ էր, որտեվ գութ եւ ողորմություն չուներ։ Սիրելի եկեղեցի, մենք կարող ենք որոշ մեղքերից հեռու լինել։ Մենք կարող ենք պաշտամունքի շտապել, բայց եկեք մերկ չշտապենք։ Եկեք հագնենք գութը, ողորմածությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերությունը, երկայնամտությունը նկատի ունեմ։ Եվ վերջապես այս ամենի վրա հագնենք սերը, այն պատմուճանը, որ հանեցին ու չցանկացան կիսել։ Եթե դա քեզ է բաժին ընկել, օգտագործիր։ Դա քո բաժին է, օգտագործիր։ Բայց միշտ ես պետքա սիրեմ, ուրեմն պատմուճանը քոնն է։ Հագիր, քոնն է։ Ուրիշից մի սպասի։ Դա քեզանց պիտի գնա։ Իսկ սեր հագնել դա նշանակում է ոչ թե սեր ակնկալել, այլ սեր տալ։ Սեր տալ։ Հիսուսը տվեց եւ հոժարակամ տվեց։ Մարդկա ինչ որ մեկին ասում է, ես քեզ սիրում եմ։ Հարց ինչու՞։ Որովհետեւ հեսա պետքա սուրճը տա։ Հեսա շորը պետքա արթուկի։ Չէ, այդ վերցնելա, այդ տալ չի։ Սերը տալա, ինչպես որ Հիսուսը խաչի վրա իր կյանքը տվեց, իր պատմուճանը տվեց։ Հովսեփը իր պատմուճանը տվեց։ Լավ, եկեք շարունակեմ։
Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ, եւ ահա ժամանակը սիրո ժամանակ էր։ Եվ ես տարածեցի իմ քղանցքը քեզ վրա եւ ծածկեցի քո մերկությունը եւ քեզ համար երթում անելով քեզ հետ ուղ տարի, ասում է Տեր Եհովան, որ դու իմը եղար։ Երբ եղավ Տիրոջը, երբ քղանցքը տարածեց նրա վրա, երբ ինքը մտավ Աստծո հովանավորության տակ, երբ ընդունեց Աստծո հովանավորությունը, այն ժամանակ ինքը Տիրոջը եղավ։ Թե չէ շաբաթը մի անգամ, ամիսը երկու անգամ հավաքքի գալ, դա դեռ չի նշանակում Տիրոջ չլիներ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եկեք մեր ժամանակը շատ լավ օգտագործենք։ Եկեք Աստծո հետ մեր հարաբերությունները ճիշտ օգտագործենք։ Այն ժամանակ ասма սիրո ժամանակ էր, եւ ես իմ քղանցքը քո վրա տարածեցի։ Ամեն բանին ժամանակ կա, Սողոմոնի իմաստուն է ասում։ Ուրեմն այս հերթականությունով, երբ որ մենք գալիս ենք, հասնում ենք արդեն քղանցքին, Հիսուսի փեշերին, այդ փեշերի տակ ենք մտնում, ինչպես որ հավը իր թևերի տակ հավաքում է իր ձագերին։ Եվ ասում է. դու իմը եղար, դու իմը եղար։ Ռութը մինչև այդ պահը Ռութն էր, Մովաբացի էր, Նոեմի հարսն էր։ Ոմանց բամփասանքի նյութն էր, թեման էր։ Բայց Բոսը, որ նրա ազգականն էր եւ իր քղանցքը տարածեց Ռութի վրա, Ռութը դարձավ արդեն ոչ թե Մովաբացի մի աղջիկ, որին բոլորը չարախոսում են, այլ ինքը դարձավ Բոսի կինը։ Հեսեի մայրը, Դավիթի տատը։ Իսկ եթե Նոեմին Ռութը ասեր, երեք լողացել եմ, ինչ իմաստ ունի, լվացվել, այդ ինչ եմ արել, որ ում եմ ինչ արել, բոլորն ինձ են նեղացնում, ես ոչ մեկի չեմ նեղացրել, բայց ինքը ամենայն հնազանդությամբ իր կեսուրի խոսքին, եկեք ամենայն հնազանդությամբ մեր առաջնորդների խոսքին, Հովի խոսքին լսենք, Տեր ներ ինձ։ Մեր Մարտունու Երանոսից մեկը մեքենայով գնում հասնում է Երևան, գային կայնացնում է։ Իշնում ասում է, ներողություն, բայց ես ոչ մի խախտում չեմ արել, էլի, ինչի համար կայնացրիր։ Ասում է, պետքա դուգանեմ, գրեմ։ Ասում է, այ աղբեր ջան, ասում է, բայց ես խախտում չեմ արել, ինչի համար։ Ասում է, որտեղից ես եկել։ Ասում է, դե Մարտունուց։ Ասում է, աղբեր ջան, Մարտունուց մինչև Երևան 120 կիլոմետր, մի հատ խախտում չես արել։ Ամի Ռութը Մովաբից մինչև Բեթլեհեմ լվացվելու անհրաժեշտություն չուներ։ Այդ ինչ որ բան ուզեցա ասել։ Լվացվի, մաքրվի, օծվի եւ հանդերձները թաքնելով գնա դեպի Տերը։ Մարկոսը գրում է 6-րդ գլխի 8-9 համարներում։ Այլ ասում է հողաթափ հագնեն եւ երկու հանդերձ չհագնեք, ասեց։ Երկու հանդերձ չհագնեք։ Երբ որ ասում է հագնվի, այդ նշանակում է հինը հանի, մեղքերը թող։ Հրաժարվի մեղավոր բնույթից։ Մերժիր մեղավոր բնությունը եւ ընդունիր Աստվածայինը։ Երկու հանդերձ չհագնեք։ Սերն ու ատելությունը չի համատեղվի։ Քաղցրությունը, դառնությունը չի համատեղվի։ Հնարավոր չէ։ Սա ավելի շատ վնասում է մեզ։ Դրա համար ուրեմն կամ մեկնա կամ մյուսնա։ Մատթեոս 9-րդ գլխի 16-րդ խոսքում ասում է. ոչ ոք նոր լաթից կարկատան չի գցի հին հանդերձի վրա, որովհետև նրա լրությունը կարկատանը կառնի հանդերձիցը եւ պատառվածքն էլ ավելի վատ կլինի։ Նորը հնի վրա, դես էսեմ
անիծում եմ, դե որտեղ է գալիս է անիծում եմ, բայց որ գնում եմ պաշտամունքի, փառաբանում եմ, չի լինի այդպես, վնասը մեծ է լինելու։ Մի աղբյուրից երկու տեսակի ջուր չի բխում։ Եթե Ռութը իր խելքով վարվեր, ինքը չեր հասնի այս օրհնության ու հաջողությանը, բայց ինքը լսեց Նոեմին, լսեց իր կեսուրին եւ բոսը իր ձեռքը նրա վրա դրեց, իր ազգականությունը ընդունեց։ Իսկ երբ որ ազգականություն ընդունում են, այնտեղ էլի մարդիկ այն որ կարող էին ավելի մոտ այդ ազգականության պարտքը կատարեին, բայց քանի որ ազգականություն ընդունողը պետքա նրա բոլոր ծախսերը հոգար։ Նրա բոլոր խնդիրները պետքա լուծեր։ Իր ունեցածից նրան բաժին պետքա աներ։ Շատերը հրաժարվեցին։ Բայց մեր Հիսուսը հարուստ էր աղքատացավ, որ մենք նրանով հարստանանք։ Մեր Հիսուսը ընդունելով, տալով ազգականությունը իր կյանքը դրեց, որ մենք կյանք ունենանք։ Հիսուսը մեր ցավերը, մեր վշտերը, մեր տառապանքները իր վրա վերցրեց, որ մենք այս ամենից ազատ լինենք։ Ու եթե ուզում ենք ազատ լինենք, ուրեմն այս քայլերի հերթականությունը չկորցնենք։ Այս քայլերի հերթականությունը չկորցնենք։ Հիսուսը մի գույրի բժշկեց։ Եկեք Մարկոս ավետարան 10-րդ գլուխ, այս համարը նայենք ու երևի վերջացնենք։ Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 50-րդ խոսք, որ միտքը պարզ լինի, կարդամ մի քիչ վերևից, գրված է Տիմեի որդի Բարթեմեոսը գույր ճանապարհի վրա նստած մուրացկանություններ անում։ Պատմիչներն ասում են, որ սա այն Բարթեմեոսն է, որ Թադևոսի հետ Հայաստան եկավ ավետարան քարոզելու։ Բարթեմեոս։ Գույր Բարթեմեոսը ճանապարհի վրա նստած մուրացկանություններ անում։ Մուրացկանի հանդերձները արդեն հասկանալի է։ Եվ լսելով, թե Հիսուսը նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Հիսուս որդի Դավթի, ողորմիր ինձ։ Ինչու է ասում Հիսուս Դավթի որդի։ Այն մարդիկ, որոնք Հիսուսին որպես Դավթի որդի են ճանաչում, նրանք իրենց հավատքն էին արտահայտում առ Աստված եւ գիտեին այդ գիծը։ Ոմանք ասում են, սա Հյուսնի որդին է։ Նրանք, ովքեր ասում են Հյուսնի որդին է, նրանք Հիսուսի հետ գործ չունեին։ Բայց նրանք, որ ասում էին Հիսուս Դավթի որդի, նրանք ընդունում էին, որ Աստված է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հիսուս Դավթի որդի, ողորմիր ինձ, եւ շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուր մնա, բայց նա էլ ավելի էր աղաղակում, որ Դավթի որդի ողորմիր ինձ։ Սա ինչ որ բան է հուշում ես, որ չդադարենք աղաղակելուց մինչև չհասնենք արդյունքի։ Մինչև չհասնենք արդյունքի։ Եվ այս մարդը հասնում է արդյունքի։ Հիմա տեսնենք, եւ Հիսուսը կանգնեց եւ ասեց, որ նրան կանչեն, եւ կույրին կանչեցին, եւ ասեցին նրան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։ Դույր այսօր ես էլ քեզ ասեմ, քաջ եղիր, վեր կաց, չվախենաս։ Ինչու, որովհետեւ Հիսուսը արդեն քեզ կանչել է։ Նա էլ իր հանդերձը դեն գցեց, վեր կացավ եւ Հիսուսի մոտ եկավ։ Սա հավատքի քայլ էր։ Եթե այս մարդը հավատ չունենար, հանդերձը դեն չեր գցի, որովհետեւ նորից պետք է վերադառնար իր գործին։ Մուրացկանություն աներ։ Առանց հանդերձի ոնց կաներ, բայց ինքը հասկացավ, որ եթե Հիսուսն է ինձ կանչում, ուրեմն այլևս այսին հանդերձը ինձ պետք չէ։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ նրան ասեց. Ինչ ես կամենում, որ անեմ քեզ։ Հաց ճուզեց, ջուր ճուզեց, փող ճուզեց։ Գույրն էլ նրան ասեց. Ռաբունի,
որ տեսնեմ։ Եվ ահա Հիսուսի պատասխանը քո հավատքը քեզ փրկեց, քեզ բժշկեց, քո հավատքը քեզ ապրեցրեց եւ նա շուտով տեսավ եւ ճանապարհումը Հիսուսի հետևից գնում էր։ Մարդուն համոզելով, խնդրելով չես կարա Հիսուսի հետևից տանես, բայց երբ որ նա տեսնի Հիսուսին, հնից հրաժարվելով ինքը կգնա Հիսուսի հետևից։ Հռոմեացիները մի հետաքրքիր սովորություն ունեին եւ ասում են ինչն էր օգնում հռոմեացիներին, որ նրանք աշխարհը նվաճեցին։ Նա ասում է նրանք որտեղ որ գնում էին, որ քաղաք որ մտնում էին, որտեղ որ պատերազմում էին, հաղթում էին, կամուրջները այրում էին, որ հետադարձ չկա, հետ դառնալու ճանապարհ չկա։ Ուրեմն կամ ազատություն մահը ձեռնտու չի, ուրեմն պետք է հաղթել, բայց այդ արդի ճանապարհ չկա, Աստծո մարդ, մեղքի հետ կապված հետ դարձի ճանապարհ չկա։ Հանդերձները դեն գցել ես, լավ ես արել։ Եթե դեն չես գցել, վեր կաց, ոտքի կանգնի, քաջացի եւ հանդերձներդ մի կողմ շպրտի, միասին աղոթք անենք։ Եկեք ոտքի կանգնենք։ Ինչ ունես հակած, որ պիտանի չի հանի։ Խռովություն, ատելություն, ապստամբություն, չարություն, ծուլություն, ինչ ունես։ Ո դու լավ գիտես։ Պետք է որ մեկը կա հատուկ ու Մարգարյանը ասի, գիտես ինչ, ներսումդ էս կա, չէ։ Ամեն մարդու համար ամենալավ Մարգարեն ինքն է։ Մենք լավ գիտենք։ Եվ եկեք այդ հնից հրաժարվենք, Հիսուսը կանչում է։ Հիսուսը կանչում է։ Ուրեմն հինը շպրտենք եւ գնանք դեպի Հիսուսը։ Ինչ ես ուզում։ Սելներ Տեր Հիսուսն ասում էր խնդրեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած ամեն բան ձեզ կտրվի։ Հիմա մի քանի վայրկյան ուշադրություն դարձրու քո բոլոր աղոթքներին։ Առաջի բանը ինչ ես խնդրում։ Առողջություն, հաջողություն, աշխատանք, փող, վերջապես փառք, կարիերա, ինչ ես խնդրում։ Նոր հետո վերջում թող քո կամքը լինի։ Եկեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրենք։ Սենց թենես մնացած բաներ Աստված կհոգա։ Աստված կհոգա։ Եկեք մեր սրտերը բացենք Աստծո առաջ։ Հնից հրաժարվելով վեր կաց, լվացվի, ողովոցվի, հանդերձները թաքի եւ գնա ու մտի այդ օրտնյալ ու փառավոր Աստվածային հովանավորության տակ։ Այդ փառավոր պաշտպանության ծածկոցի տակ, ինչպես 91 Սաղմոսում ասում է,